Դե պարչին դվարություններ ժողովրդի մի մասը չեն կարողանա այդ վարձը տան, կյալին ստեղ կառավարության ռճին նստեն, պահանջին, որ իրանց հոգսը քաշին։ Առաջի հարցը պիտի բնականային հարցը պետք է լուծի։ Գոնե այդ փողը տան, մինչև մարդիկ կարողանան վիճակից դուրս գան, կամ այդ սերտիֆիկատից օգտվեն, կամ միջարնի մի հնար նի, որ այդ մարդիկ կարեն վերջապես բնակարան վերցնեն։ Թեկուզ ռայոններում, գյուղերում մենակ պայմաններ ստեղծեն, մենակ աջակցեն, մարդիկ կինեն ապրեն, գործանեն, աշխատատեղ ստեղծեն, ոչ թե մանկապարտեզ սարքի, աշխատատեղ ստեղծեն, մարդիկ կինեն գործանեն։ Մեծ հարց է, այսքան հավաքվածների 90% աշխատում չի։ Ոնց ապրե։ Մինը ես թոշակ եմ ստանում, ասենք 60,000, 40,000 ստամ, 80,000 տան վարձ եմ տամ։ Հետո ինչարեմ, կարող է ասենք քիլա ուրիշտեղ, քինամ համաձայնում, բայց պայմաններ ստե, քեցալանք, տեսալանք, հնարավորություն չկա, գործի տեղ չկա, գոնե մարդիկ ձգտում են ստեղ վեր կարեն, թեկուզ քինան մի հավաքարար աշխատեն, մի գործ անեն, կարեն յոլա քինեն։ Չնայած ես սրանց հույս չունեմ այս կառավարության վրա, սրանք մտածում չեն մեր մասին, սրանք ազգադար մարդիկ են։ Դե գոնե այս մարդկանց հենց անեն դիշ չկալի, մնանք ստեղ մեր հայերի մեջ։ Քեցալում Ռուսաստան մի քանի ամիս մնացալ, կարոտը խեղդում է։ Ես ստեղ եմ 5 տարի ավարտալ ինստիտուտը, ինձ սիքատամ Երևանը, ես սիրում Երևանը, ես ուզում ստեղ ապրեմ, բայց ոնց ապրեմ։ Ինչ անեմ գիտեմ չէ։